Հարավային Կորեայում անուշաբույր լավանդայի փառատոնն է։ Ամբողջ աշխարհից միլիոնավոր զբոսաշրջիկներ են հավաքվել շքեղ Մուրենգո բիոլուչեոնջ այգում մանուշակագույն հրաշքը տեսնելու։ Երբեք չեմ իմացել, որ նման վայր գոյություն ունի։ Շատ ուրախ եմ այն բացահայտելու համար։ Եկել եմ մորս հետ վայելելու լավանդայի բույրը եւ թեթևացնելու սթրեսը։ Հակաստրես է լավանդայի բույրը, այն նվազեցնում է անհանգստության զգացումը, թեթևացնում նյարդային լարվածությունը, նպաստում տրամադրության բարձրացմանը։ Դոնգհե քաղաքի լավանդայի այգին հունիսին առանձնահատուկ գեղեցիկ է ու օգտակար։ Լավանդայի յուրահատուկ հոտն ու փարթամ տերևները զբոսաշրջիկներին դրախտ է հիշեցնում։ Դաշտը անսահման գեղեցիկ է ձևավորված։ Հոտը հատկապես հիմա շատ հաճելի է։ Ես խորհուրդ եմ տալիս անպայման գալ այստեղ։ Ամռան սկզբին զբոսաշրջիկների համար առանձնահատուկ գրավիչ տեսարան է Չինաստանի Յունան նահանգում։ Այստեղ 400 հեկտար լեռնալանջը ծածկված է երփներանգ ծաղիկներով։ Կանաչ բլուրների մեջ ծվարած ծաղկային դաշտերից աչք չեն կտրում մարդիկ։ Անծայրածիր ծաղկային մարգագետիններ, գունային բոլոր երանգները մեկ վայրում։ Ես սիրահարվել եմ այստեղին։ Ես սա տեսել եմ ծաղկի խանութներում, բայց այստեղ մի ամբողջ լեռ է ծածկված այս ծաղիկներով։ Ֆանտաստիկ գեղեցիկ է։ Լեռնային զով կլիմայի շնորհիվ Յունանի դրախտավարդերն ամեն տարի հյուսի շրջան են բերում ոչ միայն միլիոնավոր տուրիստների, այլև մարդակերտ բնապատկերները հավերժացնող լուսանկարիչների։ Չինաստանի հարավը արևադարձային կլիմայի շնորհիվ հավակնում է դառնալ ծաղկային էկոտուրիզմի պահանջված ուղղություն։ Աննա Գյուլնազարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։